զուտ այսպիսի բան է հնարավոր, ասենք ես ձեռք եմ բերել 8 միլիոն դրամանոց հաշվառման համարանիշ, դուք իմ մտերիմն եք, ինձ խնդրում եք, ես հրաժարվում եմ այդ համարանիշերից, կարող է ինձ նաև ընկերաբար փող եք տալիս, ես հրաժարվում եմ, դուք գնում եք նորից 8 միլիոնով ձեռք եք բերել։ Հաշվառման քննական ստորաբաժանումներում այդ սահմանված գները անփոփոխ են, բնականաբար, բայց այդ ձևաչափը կարող է քաղաքացիների մեջ գործել։ Պատկերացրեցիք, չէ՞։ Եթե դա կարող են, եթե դա ձեր հարցի պատասխանն է, այտենց։ Եվ ես նաև մի բան հավելեմ, տեսեք, եթե նույն համարանիշը չէ, բայց համանման կոմբինացիայով համարանիշը, եթե 8 միլիոն դրամ է սահմանված, բայց ձեր ասած օրինակում, չգիտեմ, սև շուկայում պետք է 10 միլիոնով ձեռք բերել, դա նաև ֆինանսապես ձեռնտու չէ։ Ասենք, եթե համանման կոմբինացիան կարելի է օրինական ճանապարհով գնալ եւ հաշվառման քննական ստորաբաժանումից գնել 8 միլիոն դրամով, ես այդ բիզնես տրամաբանությունը ուղղակի չեմ հասկանում, թե ինչու պետք է ինչ-որ մեկը այդ համանման համարանիշը ձեռք բերի 10 միլիոն դրամով կամ ավելի բարձր։ Բիզնես տրամաբանությունը era, որ մեկը շուտ է ձեռք բերել մեկերը, այդ մեկերը չկա, չկա։ Չէ, եթե ինքը շատ է ցանկանում մեկը ձեռք բերել, դա գուցե այլ բան է։ Բայց ես ասում եմ համանման կոմբինացիայով եթե կարելի 8 միլիոնով ձեռք բերել, ինչու գնալ եւ ավելի բարձր գնալ։ Շուտ է ձեռք բերել, կարող է վերավաճառելու այդ տարբերակում հրաժարվելու դիմաց պահանջել որտեղում իր տպատում։ Բացառապես կարող է շահագործել սեփականատերը եւ մերձավոր ազգականը, չէ՞։ Այո, այո։